Կրեմլում կայացած բարձր մակարդակի բանակցությունները խիստ տարբերվում էին նման նախորդ հանդիպումներից, որոնք սովորաբար անցնում էին հարաբերությունների շուրջ գոհունակությունների փոխանակումներով, շեշտելով դրանցում կուտակված խնդիրների լուծման արդիականությունը։ Արտաքին կողմնորոշման վեկտորի փոփոխության հետևանքներից մինչև տնտեսական փոխադարձ հետաքրքրություններ եւ ռուսական էներգակիրներից կախվածություն։ Սակայն ամենացավոտը Արցախի հարցն էր, որն էլ դարձել էր Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների խաթարման խթանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա այն միակ հիմքն է, որով կարող է շարունակվել հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ կապված հարցերին, ես արդեն շատ թափանցիկ եւ հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ռուսաստանի նախագահը շեշտեց ռուսական կողմի եւ ՀԱՊԿ-ի պասիվությունը, որի մեջ Երևանը մեղադրում է Մոսկվային, իրականում հենց հայկական կողմի որոշումների հետևանքն է։ Ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այդ հարցում կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս։ Սա գնահատական չէ, ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ։ Խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից կարծում եմ, որ հավանաբար դա իմաստ ուներ։ Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, եւ դուք հիշում եք, մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Եվ մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ նույնպես երբեք չենք թաքցրել, որովհետեւ 2022 թվականին ունեինք կոնկրետ իրավիճակ, եւ իմ կարծիքով ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, եւ դա իհարկե հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով։ Մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց եւ չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։ Հայաստանում ակտիվացել են քննարկումները Եվրամիության հետ հարաբերությունների խորացման շուրջ։ Պուտինը հայտարարեց, որ այդ կողմնորոշումը դիտարկվում է որպես յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունք, սակայն կրկին շեշտեց, որ Եվրամիության անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ կառույցում մնալու հետ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Կրեմլի ղեկավարը հիշեցրեց, որ Դաշնությունը Հայաստանին գազ մատակարարում է $177.5, մինչդեռ Եվրոպային 600-ից ավելի թանկ։ ԵԱՏՄ շուկա Հայաստանի արտահանումը վերջին տարիներին տասնապատկվել է, ակնարկելով այն մարտահրավերների մասին, որոնց Հայաստանը կբախվի Եվրամիության հետ մերձենալու պարագայում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ներկայացրած տվյալներով այդ կողմնորոշումն արդեն տնտեսապես վնասում է Հայաստանին, մասնավորապես վերջին շրջանում հայ-ռուսական առևտրաշրջանառության զգալի նվազման տեսքով։ Եվ իսկապես մենք ամփոփել ենք 2025 թվականի արդյունքները։ Մենք $12 միլիարդ հասել ենք 6.4 միլիարդի։ Այսինքն միայն այն մարդկանց խոսակցությունները, որոնք Հայաստանում խոսում են Եվրամիության մասին, հանգեցրել են նրան, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան $5 միլիարդ։ Փաշինյանը սակայն ընդգծեց Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խորացումը նոր լոգիստիկ հնարավորությունների միջոցով։ Կարծում եմ, որ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության հաստատումը դրական է անդրադառնում նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանն առաջին անգամ երկաթուղային կապ է ստացել Ռուսաստանի հետ։ Արդեն իրականացվում է ներմուծում երկաթուղով եւ հուսով եմ, որ մոտ ապագայում կսկսվի նաեւ արտահանումը։ Դա ամրապնդում է մեր ավանդական տնտեսական կապերը, այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում։ Ալեքսեյ Օվերչուկը հատուկ նշեց, որ եվրոպական ինտեգրման մասին հայտարարությունները ուղղակի ազդեցություն են ունեցել գործարար միջավայրի վրա։ 2024 թվականի սեպտեմբերին մենք հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել էինք այն փաստին, որ Եմեին միանալու նրանց ձգտման մասին խոսակցությունները բացասաբար են անդրադառնում Հայաստանի հետ առևտրի նկատմամբ ռուսաստանյան գործարարների վերաբերմունքի վրա։ Իսկ նոր ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանի վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է որդեգրած թափանցիկ գործելավոճը, բանակցություններ վարելով ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ, երկրի համար առավել շահավետ տարբերակ գտնելու նպատակով։